Ես ծնվել մեծացել եմ, որ թուրքերին, ասենք, մեզ թշնամի ճանաչելով։ Բայց այն ժամանակ չեմ իմացել, որ Սինգապուրի երկիր կա, չեմ իմացել, որ փոքր քաղաք երկրներ եւ այլ, բայց հիմա որ կարդում եմ ուսումնասիրում եմ, թե ոնց են ոտքի կանգնել, դա մի հատ ուրիշ օրինակ բերեմ, եթե հետևեինք այդ օրինակին, չէ՞ ցեղասպանություն, այսինքն չենք կարա չհետևենք, չենք կարա մոռանանք այդ ցավը միշտ մեջներս, բայց Հիրոսիմա Նագասակին ավիրելուց հետո դեռ երևի մինչև հիմա դաժե դրանց հետևանքները կան, չէ, մոտ մի 50 տարի սերունդ դաժե առողջ չէին ունում, Ճապոնիան պետք է ատեր Ամերիկային, բայց այսօր դաշնակից են ու դրանից օգտվել է Ճապոնիան։ Ես զուգահեռ եմ տանում, ոչ թե հիմա ողջունում եմ, ասում եմ միգուցե, ասենք, պետք է, ասենք, նաև այդ ուղղությամբ, ասենք, քայլեր անել, որը արվում է, ոչ թե արդարացնում եմ, ոչ էլ մեղադրում եմ։ Այ հետևելով այն օրինակին, որ Ճապոնիան կարացավներ էր, այսօր դաշնակիցն է, այսօր Ճապոնիայի նման երկիր կուզենք մենք էլ լինեինք։ Ամեն ինչին չափուցև կա, Փաշինյանը հասկացանք, բայց այնքան բանկենի, որ մարդը կզարմանան ազգը։ Կրճատել է ամենը հիշողություն, անցյալ, որ նոր չի կարելի։ Մենք անցյալ ունենք, ոչ մի մարդ իր անցյալը չպետք է մոռանա։ Ամեն կռիվը վերջանում է խաղաղությունով։ Ամեն կռիվը վերջանում է խաղաղությունով։ Խաղաղության արդյունքը պետք է ամեն դեպքում պետք է լինի խաղաղություն։ Երևի Նիկոլ Փաշինյանը երևի ավելի լավ գիտի ինչ է անում կամ էլ մնացած այս պոլիտիկ չեմ հասկանում։ Ըստ պատմության մենք կարանք իմանանք այն, որ պատմությունը ինչ է մեզ սովորացնում, որ միշտ պատմությունը կրկնվում է, կլինի այն ինչ որ եղել է։ Ինձ թվում է Թուրքիայի հետ ոչ մի ընկերություն, ոչ մի բարեկամություն չի կարող ուղղակի լինի, որովհետև եթե մարդիկ ասում են, այ օրինակ տեսեք Գերմանիան Ֆրանսիայի հետ կռիվ է արել, բայց հիմա իրար հետ լավ ապրում են, բայց մենք չենք ընդունում այն փաստը, որ ֆրանսիացին ու գերմանացին իրար չեն ուզում ոչնչացնել, իրար ոչ մի վաղ ժամանակ չեն ուզեցել ոչնչացնել, իսկ թուրքը միշտ ուզեցել է ոչնչացնի հային։ Այդ դեպքում ընկերության մասին ոչ մի բարեկամության մասին ոչ մի խոսք չի կարող լինի իմ կարծիքով։ Ես մեր պատմության էջերով նայելով շատ բաներ համամիջ չեմ իր քայլերի հետ, որտեղ ես թոռ եմ եկվորների, իմ տատիկս, պապիկս, որ պատմում էին այդ բաները, սրսոր են ծնջած միջև հիմա, ես համաձայն չեմ։ Ու ինձ նման երևի շատերը կլինեն, որ համաձայն չեն լինի։ Այս պահին կառավարության ոնց ներկայացնում է կառավարությունը կամ ոնց տեսնում ես իրանց ցույց տվածով, խաղաղ է, լավատես լինելով, ուզում եմ լավատես լինեմ, որ պետք է լավը լինի, շարունակությունը լավը կլինի, բայց անվտանգությունը առաջի հերթին պետք է քու մեջ գտնես, այսինքն առանց զինվելու, այսօր այն ինչ որ արվում է, ավելի լավ է շինարարություն չարվի, զինվի, առանց զինամթերք, հզորություն, մենք ունենք մտածող երիտասարդներ, լավ բակալենիա ունենք, որոնք որ այսօր առաջադրանք եթե դրվի, հաստատ 1-2-3 տարվա մեջ միգուցե գտնեն այն զենքերը, որ ժամանակին մենք որ լազերնի ունեցել ենք Ռուսաստանն է օգտվել, որ ժամանակին օգտագործվի։ Ադրբեջանն էլ 90-ական թվերին ժամանակ վերցրեց, զինվեց ու հաղթեց։ Պետք է ունենար իր անձնական ամեն ինչը երևի, որ նոր կամաց ստեղծեր։ Մենք ունենք Վազգենը, որ նոր սկսել էր այդ ամեն ինչը, այսօր վերջացել է երևի, բանակն էլ է թույլ, մյուսն էլ է թույլ։ Ինչպես ասես, չգիտես ինչ ասես։ Մի խոսքով մեր ազգին թողածված խաղաղություն տա, չգիտեմ, ամենաառաջի հերթին ու թող բարելավ է մեր ազգը։ Մենք պիտի երևի Իսրայելի նման ուժեղանանք, էլի ոնց որ փոքր պետություն ենք, բայց պետք է ուժեղ լինենք։ Հիմա քանի թույլ ենք, ինչ անվտանգություն, պետք է ուժեղանանք, ուժեղանալու համար խելք ունենք, երևի մի քիչ փող էլ է պետք, որ կարողանանք ուժեղանանք, օդը փակենք, մի բան պետք է արվի, որ կարողանանք անվտանգությունը 100% փակենք։ В вопросе безопасности, конечно, армия должна играть ключевую роль. А ее, как мы видим, то сокращают период службы, ну, то есть делается все
հակազգային ազգանպաստ բաներ չի արվում, հակազգային ամեն ինչ արվում։ Երևի մեր մեղավորությունն է, մեր ընդհանուր, մեր ժողովրդի մեղավորությունն է այդ ամեն ինչի մեջ։ Մի մարդու օրինակով բերեմ, մի բառով ասեմ, Կարեն Դեմիրճյանի պես ղեկավար եթե լինի, կլինի, որ մի հատ համարիր, ասենք, այրվելուց լաց լինի, իրոք լաց լինի, ես դա տեսել եմ, ես այդ ժամանակներում եմ ապրել։ Առիթ եմ ունեցել, ասենք, ցեկան, ոնց էր, ոչ եմ այդ շենքում լինել, իրան տեսնելուց ինձ թվում էր սրբություն է, էլի քայլում միջանցքում բան։ Այդ ղեկավարի պես ղեկավար, այլ մնացած ամեն ինչը արդեն կլինի բան, ոչ ճիշտ, ոչ մակարդակային։ Մենք երևի բոլորս էլ երազել ենք, որ լավ է պիտի լինեն արդար, որ նոր այսօր երևի հույսերս կտրել ենք այդ ամեն ինչից։ Պետք է մաքուր լինեն էլի, մաքուր, գոնե հավատացյալ լինեն։ Մաքուր, եթե սիրտը մաքուր է իշխանության, ուրեմն երևի լավ կլինի ժողովրդի մասին պետք է մտածել։ Պատմության էջերը թերթենք, տայենք, ուրեմն ինձ թվում է պետք է լինեին Հայաստանի նոր պատմության մեջ ամենահայանպաստ իշխանությունը դա եղել է Կարեն Դեմիրճյանը ու Վազգեն Սարգսյանը։ Իրանց նման պետք է լինեն իմ կարծիքով։ Իշխանությունը պետք է խոսքի մեջ ասվում է ծառայենք ազգին։ Բայց ես չեմ տեսնում, որ ինչ-որ մի իշխան ծառայում է ազգին։ Հակառակը ազգն է ծառայեցնում իր համար, իր շահերի համար, բայց այդպես չի։ Այդպես պետք է չլինի, պետք է լինի որ ժողովրդի համար, իօգուտ ժողովրդին։ Ամեն ինչ պետք է արնի իօգուտ ժողովրդին, բայց դեռ ես չեմ տեսնում։ Ես համարը 60 տարեկան եմ լինում, բայց դեռ չեմ տեսնում։ Անցանկալի երևույթ է։ Անցանկալի մեր ազգին, որ մենք ամբողջ կյանքում գլուխ ենք գովացել, պարծեցել, որ մենք առաջի քրիստոնյա երկիրը, այս ամեն դեպքում այս ընթացքը սազական չէր էլի, սիրուն չէր։ Եթե կա խնդիր, լուծում է պահանջում եւ այլ, բնականաբար ցանկացած խնդիր լուծում ունի, բայց չէի ասի թե ամենալավագույն ձևը ընտրվեց էլի։ Внимательно следим, постоянно бываем в Армении. Ну, конечно, это печально все, то, что происходит. И я думаю, ну, церковь, при помощи церкви нужно решить этот вопрос. Ну, в смысле, нужно поддержать церковь и, ну, как-то нужно решить этот вопрос вообще. Потому что, ну, вся эта ситуация, она для армянского народа, она позорная просто. То, что происходит. И нынешние власти, они, ну, должны подать в отставку, потому что, ну, проигравшая власть, она, ну, в истории, в мировой истории такого нету, чтобы проигравшая власть, она оставалась в работе во власти. Такого нету. Она должна подать в отставку и уйти просто. Вот такое мое мнение. Ամոթ իրենց, որ կպան եկեղեցուն։ Ինչ-ինչ, բայց պետք է եկեղեցուն չկպնեին։ Իհարկե, եկեղեցին մեր համար սրբություն է, հայ ազգի համար սրբություն է։ Մեր քրիստոնեությունը մենք եկեղեցում ենք սովորում, ամեն ինչը եկեղեցու հետ է կապված։ Իսկ ինչ-որ վերաբերում է, որ ինչ-որ մեկը կպտում է եկեղեցին, դա արդեն ինքը կպտում է ամբողջ ազգին։ Դա ով ուզում է լինի։ Դա ավտոմատ դառնում է մեր թշնամին։ Սամվել Կարապետյանի նման մարդուն չեմ կարծում, որ կարելի էր փակ պահել։ Բայց իհարկե, եթե մի բանը, մի խնդիրը եկեղեցու ու պետության մեջ է, իր կատեգորիայի մարդ է, այդ կատեգորիա էլի, այդ բարձունքին հասած, այդքան լավ բաներ արած մարդը պետքա չմտներ այդ գործի մեջ, ես այդ տենց եմ կարծում, իր օգնությունը աներ այլ կերպ, ոնց որ ինքն ասում մեր ձևով, այլ կերպ փորձեր։ Դիրքորոշումը երբեմն հայտնում են լրակյաց, բայց ավելի ուժեղ են անում, քան արտահայտվելով ու ավելի անորակ, ասենց ասեմ։ Շատ սխալ բան է։ Այդպիսի մարդկանց պետք է պաշտպանել, ոչ թե փակել։ Ինքը գիրակյանքում վատ բան չէր ազգի համար։ Չի ասի, որ արժան էր դրան։ Սամվել Կարապետյանին շատ եմ հարգում։ Շատ եմ հարգում։ Սամվել Կարապետյանը նստած է եկեղեցու համար թե չէ, դա հարցը։ Իմ կարծիքը դա։ Երևի ուրիշ հարցեր կա, որը մենք չգիտենք։ Սամվել Կարապետյանը պետք է մեր հայկական լեգենդան է։
ինքը իրոք արժանի մարդ է։ Ինչա նստած իմ համար անհասկանալի է։